Բարև ձեզ։ Հազվադեպ եմ օգտվում տվյալ միջոցներից, քանի որ մի տեսակ անբնական եմ զգում ինձ այս ձևաչափում։ Բայց քանի որ բանավոր խոսքն ավելի հստակ է հնչում, որոշեցի այսօր այս ձևաչափով կիսվել ձեզ հետ որոշ կարևոր մտքերով։ Իսկ հիմա անցնենք հիմնական թեմային։ Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, ինչը լայն արձագանք ունեցավ Հայաստանում, ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Առհասարակ մենք պետք է սովորենք ցեղասպանության ճանաչման գործընթացին նայել ոչ թե զգացմունքայինորեն, այլ քաղաքական եւ աշխարհաքաղաքական պրիզմայով։ Անշուշտ, հрьяաները ոչ մեր սիրուն աչքերի համար, ոչ էլ բարոյական սկզբունքներից ելնելով, ճանաչեցին հայոց պատմության ամենամեծ ողբերգությունն։ Ինչպես որ Միացյալ Նահանգները այդ քայլը Բայդենի օրոք չարեցին հանուն Հայաստանի։ Կան հստակ շահեր եւ այո, ի հակադրություն Հայաստանի վարչապետի աթոռը զավթած տգետ անձնավորության, աշխարհում կանոն ու կարգ թելադրող ուժերը հայկական հարցը զինայնացում են Թուրքիայի դեմ։ Եվ այո, սա բխում է Հայաստանի շահերից։ Յուրաքանչյուր հակաթուրքական քայլ, որը կատարվում է աշխարհի գլոբալ խաղացողների կողմից, բխում է հայկական շահերից։ Բոլոր այն հարցադրումները, որոնք այսօր հնչում են շատ հայերի կողմից, ինչպիսիք են։ Ինչու էին այսքան ժամանակ լռում։ Նրանք իրենք այսօր ցեղասպանություն են գործում, կամ իրենց շահերն են հետապնդում, ոչ թե մերը, ապա քաղաքական եւ տգետ հայտարարություններ են։ Ինձ չի հուզում, թե ինչպես են նրանք պայքարում պաղեստինյան արաբզդիների դեմ, ինչպես որ այդ նույն արաբներին չէր հուզում, եւ նույնիսկ ուրախանում էին, երբ Ալիևը իր ընկերներ Էրդողանի, Նիկոլի եւ Պուտինի աջակցությամբ զավթում էր Արցախը։ Այո, Արցախի զավթման մեջ կար նաեւ Իսրայելի դերը, ինչը մենք չենք մոռանում։ Բայց ինչպես բազմիցս նշել եմ, աշխարհում խիղճ չկա, կա միայն շահ։ Իսրայելն ուներ նպատակ Իրանի սահմանին ստեղծելու անկայուն իրավիճակ, եւ նա դա արեց Բաքվի օգնությամբ։ Հիշեցնեմ, որ 2017 թվականին նրանք նույն այն զինամթերքը, որը հետագայում վաճառեցին Բաքվին, նախ առաջարկել էին Հայաստանին, սակայն հայկական կողմը մերժել էր այն, ինչի հետևանքով նաև ունեցանք այն, ինչ ունենք այսօր։ Ցեղասպանությունը ճանաչելով Իսրայելը քայլ է անում դեպի մեզ, եւ Իրանի հարցի վերջնական լուծումից հետո նրանք իրենց դաշնակցային կապերը կարող են տեղափոխել Բաքվից դեպի Երևան, նպատակ ունենալով զսպել թուրքական ծավալապաշտական նկրտումները։ Արդյոք դա չէ մեր նպատակը, եւ արդյոք դա չի բխում Հայաստանի շահերից։ Իսրայելի կողմից արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը եւ դրան հաջորդող Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարումը կարող են հանդիսանալ մեծ մերձավոր արևելքի եւ արևելյան միջերկրականի ռազմաքաղաքական լանդշաֆտի ամենաարմատական վերափոխումներից մեկը։ Այս քայլը դուրս է գալիս զուտ պատմական արդարության կամ բարոյական հարթության սահմաններից եւ ձեռք է բերում խորը աշխարհառազմավարական նշանակություն, վերադասավորելով ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Տասնամյակներ շարունակ Իսրայելը խուսափում էր հայոց ցեղասպանության ճանաչումից, Թուրքիայի հետ իր գործընկերությունը չվտանգելու համար։ Այս ճանաչումը փաստացի ազդարարում է այդ հարաբերությունների անդառնալի փլուզումը եւ անցումը բացահայտ մրցակցության ու հակամարտության փուլի։ Թուրքիայի համար, որն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է նեոօսմանիզմի եւ տարածաշրջանային գերիշխանության շուրջ, Իսրայելի այս քայլը դիտարկվում է որպես ուղղակի հարված իր ազգային ինքնությանը ու աշխարհաքաղաքական հավակնություններին։ Վերջին տարիներին ձևավորված Իսրայել-Հունաստան-Կիպրոս եռակողմ դաշինքը, որն ի սկզբանե հիմնված էր էներգետիկ համագործակցության վրա, ստանում է հստակ ռազմաքաղաքական եւ անվտանգային բովանդակություն։ Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումը ստեղծում է ընդհանուր պատմական եւ գաղափարական հենք այս դաշինքի համար, քանի որ եւ Հունաստանը եւ Կիպրոսը տասնամյակներ շարունակ տուժել են թուրքական ծավալապաշտական քաղաքականությունից։ Այս դաշինքն այժմ կարող է վերածվել լիարժեք պաշտպանական առանցքի, որն ուղղված կլինի արևելյան միջերկրականում թուրքական ագրեսիվ նկրտումների սահմանափակմանը։ Այս ճանաչումը եւ դաշինքների վերադասավորումը մի քանի կարևոր փոփոխությունների կհանգեցնեն մեծ մերձավոր արևելքում եւ միջերկրականում։ Տարածաշրջանում ուրվագծվում է հստակ հակաթուրքական բլոկ՝ Իսրայել-Հունաստան-Կիպրոս, որին պետք է աջակցի նաեւ Ֆրանսիան եւ հնարավոր է նաեւ արաբական որոշ երկրներ։ Հիշեցնեմ, որ Ֆրանսիան աջակցում է Հունաստանին եւ Կիպրոսին արևելյան միջերկրականում, ինչպես նաեւ Թուրքիայի նկատմամբ հակադիր դիրքորոշումներ ունի Լիբիայում եւ Սիրիայում։ Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումը արևմտյան Հայաստանում կարող է լրջորեն ազդել նաեւ հարավային Կովկասի վրա։ Իսրայել-Թուրքիա լարվածության խորացումը ՔՄ կստիպի Միացյալ Նահանգներին ավելի ակտիվորեն հավասարակշռել իր շահերը եւ շավելի մեծ աջակցություն ցուցաբերել հունակիպրական եւ իսրայելական դաշինքին, տարածաշրջանային կայունությունը ապահովելու համար։
Ի թիվս այլ բաների, Իսրայելը մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին աջակցելու հնարավորությամբ և կանի ամեն ինչ նման գործարքը կանխելու համար։ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և Իսրայել-Հունաստան-Կիպրոս դաշինքի ամրապնդումը ստեղծում են մի նոր ուժային կենտրոն, որն ունակ է զսպել Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունները։ Այս կենտրոնին պետք է միանար նաև Հայաստանը, և ես վստահ եմ, որ այդ առանցքի ճարտարապետների ծրագրերում Հայաստանը դիտարկվում է որպես թուրքական էքսպանսիան զսպող ուժ, ոչ թե Հայաստանի տնտեսական և ռազմական կշռի, այլ մեր տարածքի բացառիկ ռազմավարական դիրքի շնորհիվ, որը Հայաստանին կարևորագույն ռազմավարական նշանակություն է հաղորդում։ Նիկոլ Փաշինյանի թուրքահպատակ արտաքին քաղաքականությունը այժմ ձեռնետու է արևմտյան երկրներին, քանի որ կա Ռուսաստանի գործոնը մեր տարածաշրջանից հեռացման խնդիր, և այդ պատճառով Նիկոլի թուրքերի գործիք դառնալու հանգամանքը հանդուրժվում է։ Բայց ինչպես երևում է այժմ նա տարածաշրջանային աշխարհաքաղաքական տեսլականից Թուրքիային հակազդելու և մեր տարածաշրջանում Ռուսաստանի իրական թուլացման պայմաններում, մենք տեսնում ենք նոր ուժային կենտրոնի ձևավորման հեռանկար՝ իդեմս Իսրայելի։ Դա այն հնարավորության պատուհանն է, որը կարող է կոտրել մեր տարածաշրջանում ձևավորված ռուս-թուրքական ռազմավարական համագործակցությունը։ Այդ պայմաններում Իսրայելը, որպես արևմուտքի առանցքային գործընկեր և ազդեցության կրող մեծ մերձավոր արևելքում, կարող է դառնալ արևմուտքի հիմնական հենարանը մեր տարածաշրջանում, որն աստիճանաբար ավելի ու ավելի է ներառվում մեծ մերձավոր արևելքի աշխարհաքաղաքական համակարգի մեջ։ Այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանը, որի հանրային աջակցության մակարդակը ըստ նույնիսկ վերջին կեղծված ընտրությունների նվազագույնն է, կարող է աստիճանաբար զրկվել նաև արտաքին քաղաքական հենարաններից։ Եվ երբ Իրանը վերադառնա Արևմուտքի և Իսրայելի հետ ավելի կառուցողական քաղաքականության, իսկ Ռուսաստանի միջազգային մեկուսացումն էլ ավելի խորանա, ապա տարածաշրջանում ավելի առաջնահերթություն կտրվի Թուրքիայի ազդեցությանը հակակշռող նոր աշխարհաքաղաքական ուժին։ Այդպիսի իրավիճակում Հայաստանում պետք է աճի հակաթուրքական օրակարգ ունեցող իշխանության ձևավորման հավանականությունը, իսկ Փաշինյանի միջազգային աջակցությունը զգալիորեն կթուլանա։ Իսրայելի կամ այլ կենտրոնների հետ հնարավոր գործընկերության տեսլականը չի նշանակում, որ Ռուսաստանի ենթակայության կարգավիճակից դուրս գալով պետք է ձեռք բերենք նոր ենթակայության կարգավիճակ։ Հայությունը պետք է դառնա քաղաքական ազգ և հանրություն, և ամենից վեր դասելով Հայաստանի շահերը և համագործակցելով բոլոր այն ուժային կենտրոնների հետ, որոնց հետ ունի համընկնող շահեր։ Հայերը պետք է տեր դառնան իրենց անկախությանը, ինչպես նաև անկախության հռչակագրի ոգուն ու տառին։ Իմ համար Իսրայելի և արևմտյան կենտրոնների հետ հնարավոր ռազմավարական գործընկերությունը նշանակում է Հայաստանում նոր տեխնոլոգիական թռիչք, ռազմարդյունավետության նոր թափ, ազգ-բանակ կոնցեպտի ներքո կառուցված արդիականացված բանակ և նոր որակի տնտեսություն։ Մեզ սպասվում են մեծ փոփոխություններ։ Պետք է արհամարհել ազգի քաղաքականապես տգետ հատվածին և առաջնորդվել հայկական պետության շահերով, որի շարժիչ ուժը մոտակա տասնամյակում պետք է դառնա հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Վերջում ցանկանում եմ մեջբերել մի հատված Հին Կտակարանի Երեմիա գրքից։ Դրոշ բարձրացրեք երկրում, փող փչեցեք փող փչեցեք ազգերի մեջ, սրբագործեք ազգերին նրա դեմ, կանչեցեք նրա դեմ Արարատի, Միննիի և Աշկենազի թագավորություններին, նրանց դեմ զորահրամանատար նշանակեցեք, ձիեր բերեք մորեխների պես բազմությամբ։ Այո, մենք պետք է համագործակցենք բոլոր հնարավոր դաշնակիցների հետ ընդդեմ ընդհանուր թշնամու։ Այո, մեր երկրի ապագան կախված է նրանից, թե որքան լավ է մեր ժողովուրդը պատրաստ լինելու գալիք փոփոխություններին։ Մինչև հաջորդ հանդիպում, հարգելի ընկերներ։